Բարի վերադարձ առաջին ծրագիր սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է մեր եթերը եւ մնում ենք թատերական ոլորտում, որովհետեւ ես ունեմ հրաշալի հյուր, սիրով ներկայացնեմ այսօրվա իմ հյուրն է Արմոնո փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։ Բարի լույս։ Բարի լույս, ես շատ ուրախ եմ, որ ես ձեր հյուրն եմ։ Մենք էլ շատ ուրախ ենք, իմ հաջորդ նախադասությունը դա էր, որ միշտ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում հյուրընկալել, որովհետև դուք շատ առավոտյան հյուր եք, այսպես շատ պայծառ, միշտ շփիտով, եւ Արմոնոն էլ մենք շատ սիրում ենք, յուրաքանչյուր տարի լուսաբանում ենք, այս տարի էլ բացառություն չէր, եւ հիմա հենց Արմոնոյի հարցով էլ կուզեմ սկսենք մեր զրույցը եւ մեզ պատմեք եւ ամփոփեք 25-ի Արմոնոն, որովհետեւ ես կարծում եմ եւ վստահ եմ, որ ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս ձեր բոլոր սպասելիքները արդարացել են։ Ոչ բոլորը, ասեմ ձեզ, այո, ես հույս ունեմ եւ դրա համար հուսամ, որ մյուս տարի այդ սպասելիքները կիրականանան եւ ես կգամ եւ կկիսվեմ իմ երջանկությունով, բայց այս տարի պակաս հետաքրքիր չէր, որովհետև մենք ունեինք բնականաբար մեր նախագծերը եւ հիմնական նախանցած տարվա պրեմիերան Սասունցի Դավիթ այս տարվա ամենահետաքրքիր իրադարձություններից մեկն էր, Հայաստանով մեկ, դա իրոք այդպես է, եւ ինչպես մեր մնացած նախագծերը, թե Գոմեշը Նարինե Գրիգորյանի կատարմամբ, թե Սասունցի Դավիթը, դա մեր նախագծերն են, մասնակցեցին բազմաթիվ փառատոնների, թե Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Նաեւ ես ուզում եմ նշել, նաեւ մեր այս տարվա, այսպես ասած, ջունիոր թիմը, դա մեր Արման Մաթևոսյանն էր, որը եւ Արտավազդում մասնակցեց, եւ տարբեր փառատոնների մասնակցեց իր ծաղիկնել Էրջերնոնի համար, եւ բնականաբար մեր գեղեցկուհիները եւ տաղանդավորագույն դերասանուհիները Ելենա Վարդանյանը եւ Լիլա Մոկուչյանը մասնակցեցին իր Վարիչկա բալերինա ներկայացումով տարբեր փառատոնների։ Այդպես որ այսպես ասած մեր այն դա ոնց որ էլի կան իհարկե դերասաններ, որոնք ունեն մոնո եւ մասնակցում են բազմաթիվ փառատոնների, ես շատ ուրախ եմ եւ ողջունում եմ իրանց եւ շատ ուրախ եմ իրանց համար։ Նաեւ ինչ վերաբերում է մեր այս փուլին, այս տարի մենք ունեցանք մի քանի սենց նախագիծ, վերջինը դա մեր երիտասարդ խմբի, թիմի եւ դա իրոք շատ ողջունելի է, որ վաղուց արդեն այդ թեման չկա, որ Սամսիբե ռեժիսոր են մեր դերասանները, այլ իրոք դա եւ պրոդյուսեր, բեմադրիչ, դերասանուհի, երաժշտություն, ամեն ինչ ամբողջ թիմը ներկայացավ եւ մեր Արփին, որը պրոդյուսերներ եւ Անին, գիտեք ինչ, շատ հաճելի է, երբ զգում ես, տեսնում ես, որ դերասանուհին հիանալի է տիրապետում ձայնին, պլաստիկային, որ նա գիտի, թե նա ինչ է անում բեմում, եւ ռեժիսորը, բեմադրիչը Ալեն, երիտասարդ բեմադրիչ, որը կարողացավ հավաքել այդ ներկայացումը, թե Արփին մեր ես կարծում եմ, ես բացում եմ գաղտնիքները, ես Արփին հրավիրեցի, որ դառնա մեր գործընկերը, այսինքն նա կդառնա մեր թիմի անդամ եւ երիտասարդ հետաքրքիր պրոդյուսեր, ինձ թվում է կզբաղվի երիտասարդական նախագծերով եւ այդպես որ Աստված առաջ։ Գիտեք ինչ եմ ուզում նշել, որ այդ հաջողության էներգետիկան, որ կա, էներգիան, հաջողության, դա բերում է մի ուրիշ հանգստություն եւ դա այդ հաջողության էներգիան տարածվում է ամբողջ ուրիշ գործունեության վրա եւ գիտեք ինչ դա Այմոնոյում դա շատ է զգացվում, որովհետև այն վստահությունը, որ դերասանները եւ ռեժիսորները ձեռք են բերում մանավանդ մոնոյի ժամանակ, այդ վստահությունը դարձնում է իրենց ավելի հաջողակ եւ հետաքրքիր եւ իրենց ինքնազգացողությունը ավելի շատ է բարձրանում։ Փաստորեն փառատոնը նաև այլ դռներ է բացում եւ այլ հնարավորություններ է տալիս մարդկանց։ Այո, բացի դրանից, ուրեմն բացի այդ երիտասարդ թիմից, որ ես նշեցի, մենք ունեցանք Սերբիայից
հետաքրքիր երիտասարդ, որը խաղաց Չապլինի մասին ներկայացում, գիտեք ինչն է հետաքրքիր, նա համադրում էր Չապլինը եւ Հիտլերը ծնվեցին 4 օրվա տարբերությունով եւ այդ երիտասարդը ոնց էր ձևափոխվում թե մեկին, թե մյուսին, դա իրոք արհեստավարժության, ես կարող եմ ասել, գագաթնակետից էր եւ մենք ունեցանք դա նաև մեր նախագիծներ փառատոնի, բայց դա ոչ այդքան մոնո էր, իհարկե իմ շատ սիրելի Լիլան եւ Լենան ռուսական թատրոնի իրանք բեմադրեցին դուետ ներկայացում, որը կոչվում էր «Похороните меня за плинтусом» եւ դա նույնպես եղավ ինձ թվում է հաջողություններից մեկը եւ այո, արդեն ունի հրավեր մյուս տարվա մասնակցել ինչ որ մի քանի փառատոներին։ Եվ 26 թվականի հայտադիմումների ընդունման գործընթացը արդեն սկսվել է, թե մոտորերը կսկսվի։ Ես կարծում եմ կամ վաղը կամ մյուս օրը մենք կդնենք եւ դա կգործի մինչեւ հունվարի 15-ը, բայց արդեն հայտերը շատ են։ Ահա։ Եվ կարծում եմ յուրաքանչյուր տարի ել ավելի ավելանում են եւ ձեր գործը ավելի է բարդանում այս առումով։ Դա գիտեք ինչ, դա մեծ երջանկություն է, որ հայտերը շատ են, որ ընտրելու եւ ափսոսելու, որ այ չես կարող հրավիրես այս ներկայացում այս երկրից, բայց այս մեկը այո, ու այսպես դա գիտեք ինչ, դա իրոք երջանկություն է եւ ես ուզում եմ ցանկանալ բոլորիս, որ այդ ստեղծագործական հաճույքը, որը պարգևում է թատրոնը, լինի եւ միշտ ավելի բարձր եւ հետաքրքիր դարձնի մեր կյանքը։ Քանի որ մենք 25 թվականի վերջին ենք մոտեցել եւ ընդամենը 1 ամսից կլինի նոր տարվա մուտքը, ինձ հետաքրքիր է ամփոփելով նաեւ 25 թվականը առհասարակ թատերական կյանքում ինչը կփոխեիք, ինչ կավելացնեիք եւ ինչը կպահեիք։ Մի քիչ բարդ հարց է առավոտյան համար։ Չէ, բարդ հարց չէ։ Գիտեք ինչ, ես կավելացնեի։ Ինչ կավելացնեի։ Գիտեք ինչ, մեր իրոք թատերական կյանքը շատ բազմերանգ է հիմա Երևանում եւ ինչու՞ չէ Երևանում, Հայաստանով մեկ, որովհետեւ փառատոները անցնում են նաեւ մարզերում եւ դա շատ գովելի է։ Ես կցանկանայի, որ այդպես էլ շարունակվի ամեն ինչ։ Էլ ավելի հետաքրքիր, էլ ավելի ոգևորությամբ, բայց այո, դա երջանկություն է, արվեստը, թատրոնը դա երջանկություն է։ Եվ կան ինչ-որ բովանդակությամբ կամ ուղղությամբ ներկայացումներ, որոնք կցանկանայիք, որ ավելի շատ լինեն։ Գիտեք ինչ, ամեն մեկը ինքն է ընտրում այն բովանդակությունը եւ փառք Աստծո մենք չենք ապրում այդ դարաշրջանում, երբ որևէ մեկը ստիպում է որևէ բովանդակություն։ Արվեստագետը ազատ է, Այո, ազատությունը դա ազատ։ ամենագեղեցիկ եւ հրաշք բան է, այդպես որ բովանդակությունը պիտի գա սրտի խորքից եւ պահանջից։ Հարցը նախասիրությանն էր ավելի շատ վերաբերում։ Կան ինչ-որ ուղղություններ ներկայացումների բովանդակության, որոնք ձեզ ամենաշատն են գրավում։ Լավ ներկայացումը հետաքրքիր է, լինի նա որ ուղղվածությունով լինի, պիտի լինեն լավ ներկայացումներ, արհեստավարժ ներկայացումներ, հետաքրքիր ժամանակից դա կարևոր է։ Իսկ թեմաները կարող են լինել տարբեր։ Եվ 26 թվականի ծրագրերից էլ մի փոքր խոսենք եւ եթե հնարավորություն ունենք ճակերտներ բացելու, բացենք։ Գիտեք ինչ, ես սիրում եմ անցյալով խոսել, որ արդեն կատարված է, եղած է, որովհետև բայց կան, այո, մենք ունենք հետաքրքիր հայտեր եւ Հունաստանից, Լիտվայից, արդեն ունենք Սերբիայից, այդ ես կարծում եմ այդ հետաքրքիր երիտասարդը նույնպես կգա եւ այսպես շարունակ Ռուսաստանից ունենք այն ներկայացումները, մենք ընտրում ենք այն ներկայացումները, որոնք տարբեր փառատոնների Grand-Prix կամ առաջի տեղ են զբաղեցրել եւ այդ տեսակ ներկայացումներ մենք արդեն ես կարծում եմ ունենք եւ Ռումինիայից ունենք արդեն հայտեր
տեսնենք, գիտեք ինչ, կյանքը այդ տեսակ է, ես չեմ ուզում հիմա ասել ինչ-որ բան, որը հետո Կփոխվի։ այո, կփոխվի Բրազիլիայից Օհո։ Եվ ասեմ ձեզ, Բրազիլիայում դա նույնպես կլինի մեր հատուկ նախագիծ, որովհետև Աստված առաջ մենք առիթ կունենանք գալ ձեզ մոտ, որովհետև բեմադրիչը հայ է։ Եվ նա սովորում էր եւ մեր ինստիտուտում, մեր ինստիտուտի սանն է, ավարտել է մեր ինստիտուտը եւ հիմա տարբեր երկրներում բեմադրում է ներկայացումներ, այդպես որ այդ տեսակ մի փոքր առեղծվածային գաղտնիքով եւ կարող եմ եւ կարծում եմ այդ ներկայացումը կլինի արդեն փետրվարի մեջ ունենանք։ Ես ես մեծ հաջողություններ եմ մաղթում եւ իսկապես անկեղծ սրտով ասում եմ, որ միշտ պատրաստ ենք հյուրընկալել, առավոտը սկսել ձեզ հետ միասին եւ ձեր հրաշալի նախագծերը լուսաբանել մեր եթերում։ Շատ շնորհակալ եմ։ Դե ինչ Արմոնոն արդեն կլինի գարնանը եւ կրկին մեծ տոն կպարգևի մայրաքաղաքին եւ ոչ միայն, այնպես որ սիրով սպասում ենք եւ սիրելի հեռուստադիտողներ, ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի թատրոն հաճախ գնաք, որովհետեւ իսկապես մեզ մոտ հրաշալի ներկայացումներ են բեմ բարձրանում, որոնք մտածելու տեղիք են տալիս, իսկ դա շատ կարեւոր է։ Հիմա մենք ունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։